Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է, հրապարակային շաբաթվա այս տարվա վերջին հաղորդումը։ Բնական է, որ խոսենք նաև այս շաբաթվա իրադարձությունների մասին, բայց ես ուզում եմ նաև մի փոքր ամփոփենք 2025 թվականը, ինչպիսի տարի էր այն, ինչ բերեց մեզ, ինչ տարավ մեզնից եւ առհասարակ ինչ տրամադրություններով ու ինչ ստարտային վիճակում ենք մենք հիմա մտնում 2026 թվական, որովհետեւ 26 թվականը գաղտնիք չէ, որ վճռական տարի է լինելու Հայաստանի կյանքում եւ հայ ժողովրդի կյանքում վճռորոշ է լինելու այդ տարին, քանի որ լինելու են խորհրդարանական ընտրություններ եւ առհասարակ սպասելի է, որ կլինեն բավականին ակտիվ քաղաքական կյանք կլինի եւ ակտիվ զարգացումներ։ Քաղաքագետ Խաչիկ Գալստյանի հետ մենք փորձենք մի փոքր ներկայացնել ձեզ, թե ինչպիսին էր 2025-ը եւ ինչպիսին կլինի 2026-ը, թեպետ Հայաստանում կանխատեսումներ անելը մի քիչ անշնորհակալ գործ է։ Տեսեք, իհարկե 25 թվականը շատ հակասական տարի էր, բանական մտածող մարդու համար հոգեկան հավասարակշռությունը կորցնելու եզրին մի քանի անգամ մենք եղանք ազգովի, այնիշ տեղ ունեցավ։ Տարեսկզբին իհարկե դրական մի փոքր դրական իմպուլսներ կային, թիմ ընտրություններն էր, եթե հիշում ես, մարտին, երբ որ ընդդիմադիր Գյումրիի փառաքարի ընտրությունները, ցավոք սրտի տարեվերջանը, եթե մենք ամփոփում ենք, տեսնում ենք, որ թիմ համակարգը ընդհանրապես գլխատված է եւ ոչ մի ընդդիմադիր քաղաքապետ չկա այսօր ազատության մեջ, բոլորը կամ բանտարկված են կամ ցավոք սրտի արդեն մեզ հետ չեն, ինչը ինձ համար խիստ մտահոգիչ միտումներն է, այն որ բարձրաձայնում ենք, որ այս իշխանությունը երկիրը տանում է ավտորիտարիզմի, տոտալիտարիզմի տոտալ վերահսկողության, մեր աչքի առջև տեղի է ունենում։ Իշխանությունը, որ եկել է այն լոզունգով, որ այլևս փակված է ընտրակեղծիքների էջը եւ մենք այսուհետ միայն մաքուր արդար ընտրություններ ենք անելու եւ այլ։ Ընտրությունների արդյունքները պարզվեց հարգել չգիտեն իրենք ընդհանրապես։ Ընդհանրապես քաղաքացու կարծիքը քաղաքացու քվեր հարգել չունեն, ես ու դու Վանաձորից ենք արմատներով, այն ինչ որ Վանաձորում տեղի է ունենում, այն շանտաժը, որ հիմա իրենք վանաձորցիների հետ խոսում են, ուղղակի անթույլաται եւ ժողովրդավարության հետ ոչ մի աղերս չունի։ 4 տարի թույլ չտվեցին 4 տարի ընտրված մեծամասնության քվեն այդպես էլ չի իրացվում եւ իրեն ժամանակավոր կամակատարներով եւ շանտաժով իբր թե սուբսիդիաների ինչ որ կեղծ խոստումների ակնկալիքներով նրանք նաեւ շանտաժ են անում մնացած ուժերին, բայ եկեք եւ քվեարկեք։ Մի բան էլ հավելեմ, քրեական կրիմինալի դեմ պայքարող իշխանությունը, որը քրեական ենթամշակույթի դեմ, այո, բան է հայտարարել, օրենք է ընդունել եւ այլն, հիմա Վանաձորում նշանակել է կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ։ Ոչ միայն Վանաձորում, ասեմ ձեզ ավելին, որ այս տարեվերջյան տարբեր տեղերից ես տեղեկատվություն եմ ստանում, որ իշխանությունը իր իրավապահ համակարգով, ոստիկանական համակարգով ուժեղ պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնում ոչ թե հանցագործությունները կանխարգելու, այլ ընդհակառակը կրիմինալին ընտրական process-ների մեջ ներառելու եւ այդ ռեսուրսը լավագույնս ու մաքսիմալ օգտագործելու 26 թվականի ընտրությունների նախաշեմին։ Եվ խոսքդ էլ կտրեմ, այս շաբաթվա ընթացքում մի հատ ինֆորմացիա ստացանք, որը շատ նշանային է, հա, Նիկոլ Փաշինյանի ամենաերթվյալ կողմնակիցներից մեկը, որ իր այդ կեղծ պատարակներին, բոլոր պատարակներին մասնակցել է, այս շաբաթվա ընթացքում կալանավորվեց խարդախության մեղադրանքով։ Թերեզա Ասատրյանը, որը նախկինում էլ էր դատված, բայց այս իշխանապողությունից հետո դարձել էր այդ բան վառ իշխանական կոմենտարներ գնում այդ պատարակներին։ Այս տարվա համար ինձ համար այն կարմիր գիծը, որ անցավ այս իշխանությունը եւ Ռուբիկոն էր, որն իրենք անցան, դա եկեղեցու նկատմամբ հարձակումն էր։ Ցավոք սրտի այդ հարձակումը դադարեցված չի։ Լավ է, որ դեռ դիմադրություն կա, փառք ու պատիվ մեր հավատավոր ժողովրդին, եկեղեցու իրական հավատավոր սպասավորներին, որ կարողանում ենք այս արավիրքին դեռ ազգովի ընդհանուր ուժերով դիմակայել, սա է մեզ հույս տալիս, որ դեռ այո եկեղեցին այն կառույցն է, այն ավանդական կառույցն է, որի շուրջ շատ մենք ընդհանրապես անձնապես էլ երբ որ կյանքում դժբախտության մեջ ենք, վատ իրավիճակում ենք, մենք բնազդաբար ենթագիտակցորեն մղվում ենք դեպի Աստված, մղվում ենք դեպի եկեղեցի, այսօր էլ երևի այդ իրավիճակն է, որ մենք եկեղեցում ես ուրախանում եմ, որ ամեն կիրակի պատարակները ուղղակի լեփլեց ունեն հավատավոր ժողովրդով եւ ես սրանց այդ մոլագար փչացման մոլուցքը չլիներ, պառակտման մոլուցքը չլիներ, եկեղեցին իհարկե եւ եկեղեցու շուրջ, հավատքի շուրջ, մեր ինքնության շուրջ իհարկե համախմբում ավելի արագ կլիներ։ Արձանագրենք, որ 2025 թվականը գոնե մի 6-7 ամիս այս իշխանությունը իր բոլոր
բան ու գործը թողած զբաղված է եղել եկեղեցին ասպատակելու գործով, հա, մայիս ամսից սկսած հայտարարվել է 4 սրբազան են այս ընթացքում կալանավորվել բացարձակապես անհիմն կեղծ մեղադրանքներով, իդեպ նաև այս շաբաթվա ընթացքում Միքայել Աջապահյանի վիրահատությունն է իրականացվել եւ մաղթենք որ առողջություն եւ նաև ծննդյան օրը գտնվում է կալանքի տակ մեր սրբազանը, բայց նաև արձանագրենք, որ 6-7 ամիս այս իշխանությունը իր բոլոր ճյուղերով զբաղված էր եկեղեցին գրավելու գործով, հա, հայտարարվեց վեհափառին հանել վեհարանից, ընդ որում ամառվա ամիսներին հայտարարում էր, որ շատ կարճ ժամանակում դա պետք է արվի, իրենց բոլոր քարոզիչների ստատուսներում գրում էին մի քանի օր է մնացել վեհափառին, եւ այլն, նույնիսկ 10 տիրադավ եպիսկոպոսներ հայտնվեցին, որոնք անցան իշխանության կողմը եւ աջակցում են եկեղեցին ասպատակելու այս գործին, բայց տեսնում ենք, որ ժողովուրդը չի աջակցում ըստ էության, չի սատարում այս պայքարին։ Չի աջակցում, բայց Նիկոլն ունի իր տրամաբանությունը։ Պոպուլիզմը սնվում է ինչով, պոպուլիզմը սնվում է նոր թշնամիներ անընդհատ փնտրելով։ 7 տարվա ընթացքում թշնամիների գրադացիան տեսեք։ Մի 2 տարի նախկիններն էին մեղավոր, 44 օրյային կարճ ժամանակ թուրքերն ու ադրբեջանցիներն են մեղավոր, հետո ռուսները մեղավոր կարգվեցին, ինչ է։ Հիմա եկեղեցին է մեղավոր, արցախցիները, եկեղեցին է մեղավոր, որ խաղաղությունը չի հաստատվում եւ թուրքերի հետ քիրվայություն չեն կանում, իբր թե ռևանշիստական կամ խիստ ազգայնական կառույց է եւ այլն։ Հետեւաբար սարկում է թշնամի եւ այդ թշնամու դեմ մոլեգին պայքար է մղում։ Բայց քանի որ սա ունի դեռ հանգուցալուծում, այսինքն եթե ինքը եկեղեցուն այսօր վերջնական հարված հասցրեց, ապագա 6 ամիսը նա ում հետ է կռվելու, չէ՞, չկան այդ բոլոր մրցակիցներ, այսպես ասած, սպառված են, հետեւաբար ես Իրան լավ իմանալով, որ ինքը նախընտրական տրամաբանության մեջ պետք է մի հատ սիրուն բանջիկով չակուճ ունենա կամ ինչ-որ թվայցյալ հաղթանակ ունենա, չէ՞։ Տեսեք, ինչու էյֆորիկ հորթի հրճվանքով իրանք վաղարշաբաթով ուրախացան, չէ՞, որովհետև վաղարշաբաթով քերեցին այդ հաղթանակը մի կերպ այդ գյուղական համայնքները արհեստական միավորելով միլիոնավոր դոլարների ընտրակաշառքներ բաց իրականացնելով, վախի ճնշումներ անում, գործերից հեռացնելով, աշխատանքից ակցիաներ մտցնելով խաղի մեջ, կեղծ ընդդիմադիրներին եւ այլն ձայներ փոշի հասնելով, այդ բոլորը մենք տեսանք, չէ՞, հետեւաբար այդ նախընտրական տրամաբանությունից ելնելով, նայել եկեղեցու նկատմամբ վերջնական հարվածը, ես ենթադրում եմ, իհարկե Աստված չանի, որ դա տեղի ունենա, բայց ես ենթադրում եմ, որ կտեղափոխի ամանորից հետո նախընտրական ժամանակահատվածում, որպեսզի հայ ժողովրդի հանդեպ հերթական ստոր հաղթանակը թափահարելով նա գնա ընտրության եւ մարդկանցից մնացածներից, ովքեր դեռ դիմադրության կամք ունեն, ովքեր որ դա ինչ-որ բանի հավատում են, ընդհանրապես փշի յուրաքանչյուր հավատ ու այդպես ամայացած դաշտում վերարտադրվի ու ավերակների վրա ինքը իրեն թակավոր կարգի։ Բայց նաև արձանագրենք, որ այս պայքարը ոչ միայն աջակցություն չի գտնում լայն հանրության շրջանում, որտեղ մենք տեսնում ենք, չէ, որ մի 100-200 մարդ, ասենք, այդ հարբած տարբեր տեսակի խախտումներով, չգիտեմ ինչ, իշխանական լծակները կիրառմամբ հայտնվում են այդ եկեղեցիների մոտ, բայց նաև ինձ թվում է, որ իր ռեյտինգն է նվազեցնում, իր հեղինակությունն է գցում, իր ընտրվելու շանսերն է փոքրացնում, որովհետև նայի, այս շաբաթվա ընթացքում ինքը այցելեց Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգում հանդիպումներ ունեցավ, մասնակցեց այդ վեհաժողովին եւ համայնքը այնտեղ շատ հստակ իր վերաբերմունքը ցույց տվեց։ Նախհրավիրեցին, ասին արի մեր եկեղեցում, քեզ ուզում ենք մենք խոսք ասենք, հանդիպենք քո հետ, հրաժարվեց, չգնաց։ Հետո փոքր կազմով բոյկոտողներ եղան, դեմքին ասել էին, որ դու սխալ ես պահում, քեզ չես կարող դու այդպես պահել, Ռուսաստանի թեմի առաջնորդն է, հայ առաքելական եկեղեցու հիմա թիրախավորված իր կողմից եւ այլն, այսինքն եւ բացահայտ եւ ներքին եւ տարբեր ինֆորմացիաներից մենք հասկանում ենք, որ կա մերժում էս իր պայքարին, հա, կա այսպիսի մի հատ վերաբերմունք, նույնիսկ իր թիմի կողմից իդեպ, հա, իր քպական թիմում կան մարդիկ, որոնք եւ չեն մասնակցում այս պատարակներին եւ իրենք նաեւ արտահայտում են իրենց վրթովմունքը, որ չի կարելի այսպիսի պայքար
պայքար, այսպիսի արշավ ձեռնարկել եկեղեցու նկատմամբ։ Ես կարծում եմ, Այո, որ կան ամեն այդպիսի դեպքում միտումներ։ ինքը նաև կորցնում է, ձայները կորցնում է ընթացքում, Նայած չէ՞։ ինչ տեսանկյունից, տեսեք, եթե մենք մի կողմից կարողանում ենք ակտիվացնել մարդկանց քաղաքական մասնակցությունը, այո, Նիկոլի վարքագիծը ձայների կորուստ է եւ միանշանակ ինքը դառնում է լուրջ փոքրամասնություն, բայց եթե ինքը կարողանում է ահու սարսափ սփռելով, վախեցնելով, բանտարկելով, ինչպես ասեցիք, չէ, քանի տասնյակ մարդիկ են բանտարկված։ Կարծում եմ, որ ընտրությունների նախաշեմին այդ ռեպրեսիվ մեխանիզմը ավելի կակտիվանա։ Կեղծ քրեական գործերով, հարուցելով, մարդկանց ճնշելով, տունը նստեցնելով, դիվանին պարկեցնելով, տնից դուրս չգալով, ինքը կարա իր խնդիրը լուծի։ Կարծում եմ, որ ինքը այս անգամ այդ սցենարն է հաշվարկում, ինչքան քիչ մարդ մասնակցի, այնքան իրենց օգուտն է, քանի որ ինչպես դու ասում ես, ունեն վարչական հսկական ռեսուրսներ, ունեն կոնֆորմիստական մտածելակերպով մարդիկ, ովքեր այսօր ուրախանում են ադրբեջանական այժմ բենզինով եւ դրա աշխարհակաղակական քաղաքական գոյաբանական վտանգը չեն հասկանում, որ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ, այդպեսի ընտրազանգվածին ինքը կառավարելով ենթադրում եմ, որ ցածր մասնակցության պարագայում ինքը հույս ունի վերարտադրվելու, բայց դե մենք էլ հոգնած չենք, այս կողմն էլ պետքա շատ ակտիվ աշխատի։ Այո։ Չէ, հետո գիտես, նաև ես կարծում եմ, որ մեր ժողովրդի մեջ մի հատ առողջ մի հատ գեյն կա, որը արթնանում է եւ զայրանում է այս անարդարություններից։ Տես, շաբաթվա ընթացքում մենք առաջին հրապարակը գրեց այդ մասին, որ ազգային ժողովում 3 միլիոն դրամի պարգևավճար են ստացել падգամավորները եւ պաշտպանության նախարարության վերնախավը մի սարսափելի թվեր, այսինքն նախարարի տեղակալը միանգամից 2.5 միլիոն դրամ պարգևավճար, խոսնակը 2 քանի Հարցնես միլիոն։ ինչ է կարել, օրինակ պաշտպանական ինչ միջոցառում է կարել, ինչ է կարել դուք ձեր աշխատավայրում կամ սիրելի падգամավորներ, ճակերտներով, ինչ եք դուք կարել, հա, երկրի հեղինակությունն եք բարձրացրել եւ այլն, բայց քանի որ բոլորին նստեցնում են այդ կարճ օգտապաշտության աստեղի վրա, այժմ եւ հիմա սկզբունքը վիդեպ նոր հեղափոխության դավանաբանության մեջ դա տեղավորվում է, չէ, քրիստոնեական ինքնազոհաբերման, առաքինությունների բարոյականության, ազգայինի եւ այլնի արժեքները փոխարինեն հաճույքի, խորթային հրճմանքի եւ այլնի, չէ, բայց ինքը նոր եկեղեցի է քարոզում, իսկ նոր եկեղեցու կրոնը ստամոքսը տկուշ տեղնի, տեղը տոկ լինի, օրվա մեծ մասը հաճույքների վայրներ ու իմիտացիոն, ոչինչ չանելու համար աշխատավարձ ստանան։ Երանության վիճակը իրենց համար իսկապես։ Բայց դրանք մի փոքր խավ են, իրականում տես, մեր կեսաթոշակառուները Ախր ասում ես մի փոքր խավ են, բայց տեսեք, սիրելի Արմինե, մուլտիպլիկատիվ էֆեկտը տարածվում է, երբ որ տարեկան $1 միլիարդ ավել պարկ վերցնում ես ու սենց ծպնում ես, փոքր երկրում ստացվում է ամեն մեկին ինչ-որ բան հասնում է, չէ։ Այդ 3 միլիոն պարգևավճար ստացողը կգնա վարսավիրանոց, կգնա միտեղ խնջույք կանի, կգնա միտեղ հագուստը կառնի, կգնա միտեղ ալկոհոլային թանկ խմիչները կառնի, առևտուր կանի եւ այլն, ու տեսնում ես, որ այդ իրենց տարածած այդ միլիարդավոր դոլարները ըստ էության հասնում են գրեթե ամեն մեկին։ Իր դերը խաղալու է, հա, իրենց քվե է դառնալու, հետո դա։ Տեսեք, մեծ հաշվով որոշներինը դառնալու է, որովհետեւ տեսես, ով որ իրենց հետ ֆինանսապես կախված է, օրինակ շինարար ունեմ տարբեր շրջապատում մարդիկ, ովքեր շինարարական բիզնեսներով եւ այլն տենդերներով պետական ծրագրեր են անում։ Նրանք առնվազն լոյալություն են ցուցաբերում։ Այո, ներքին վստահություն ունեն, որ գոնե քվեատուփում այդ քվեն կգցեն, բայց նրանց ում համար կգցե, չէ՞, բայց ամեն դեպքում նրանք այդ Իմ քայլը հիմնադրամին են շպիտների քաղաք եւ այլն տարբեր Աննա Հակոբյանի հիմնադրամների բարբերաբար մուծումներն անում են, բարբերաբար կոնտրոլը կա, Facebook-յան մոնիտորինգը դրանց վրա բոլորի վրա անխտիր աշխատում է, մարդը այսինքն շղթայված, թվում է թե ազատ է, բիզնեսմեն է, հարուստ է, բայց հոգով շղթայված է, հոգով շղթայվածներին ուղղակի ես ազատում եմ ցանկանում։ Ես իստվա դու այսօր մի քիչ վատատես ես տրամադրված շատ ես գույները կտածում։ Վատատեսը լավ ինֆորմացված լավատեսն է, չէ՞ դրա համար ցավոք սրտի երևի մի քիչ ինֆորմացիան շատ է։ Ես կարծում եմ, որ այդ բոլորը այդքան մեծ դեր չի խաղալու, որովհետև ի վերջո մարդը նաև հասկանալու է, չէ, վտանգը որտեղից է գալիս, ինքը ինչ է ընտրում, հաջորդ 5 տարին ինքը ինչ կյանքով է ապրելու, ինչ զիջումներ են լինելու մեր թշնամիներին, մեր հակառակորդներին, ինչ նորից արշավներ է կազմակերպելու այդ իշխանությունը, որը 26 թվականին մի անգամ էլ քվեստ տանա, արդեն էլ հնարավոր չի լինելու զսպել որևէ բան այդ իշխանության բայց դες իրենք ինչպես են աշխատում, իրենք այդ բոլոր վտանգները
այս պահին տեսանելի չեն։ Շատ բաներ թաքնված են, չէ՞, այսինքն մեր սահմաններին հարաբերականորեն անդոր է, իսկ մենք գիտենք այդ անդորի գինը ինչն է, չէ՞։ Սրա տված բոլոր խոստումները, հա, դա պետք է հետո կատարվեն, ուղղակի մինչև 26 թիվը պայմանավորված են, որ սրանք քարտ բլանշ են տալիս, բայց իմ տպավորությամբ մեր պետականության կաթսայի տակ կրակը արդեն կպսրած է։ Եվ այդ կրակը այրիչն էլ տվել են վարչապետի ձեռք ու սա է այդ կրակը բորբոքում։ Մենք բոլորս կաթսայի մեջ ենք, ջուրը դեռ չի եռացել, մենք հենց չենք զգում, որ այդ գլոբալ վտանգը մեր մոտ է, հա, բայց այդ կրակը կարող է հանգցնել միայն երբ որ մենք սկսենք ներսից այդ փոթորկումը, այդ եռման process-ը, որ գոնե ջուրը թափի ու տակի կրակը հագցնի։ Դրա համար մեր հույսը մենք պետքա լինենք, մեր ներքին զգաստությունը պետքա լինի, մեր ժողովրդի հետ ինտենսիվ աշխատանքը պետք է լինի, որ ով որ գիտակցում է, գործի։ Գիտես, բայց չես անում, ուրեմն ոչ մի բանը չգիտես։ Ես այն մեր կերծ, ինտելիգենտ, ամեն ինչ իմացող, ամեն ինչ կանխատեսող, ամեն ինչ իմացողներին եմ ասում։ Ժողովուրդ, եթե դուք գիտեք ու չեք գործում, ուրեմն իմացեք, որ դուք ոչ մի բանը չգիտեք։ Եվ բացի այդ էլ պետք է հիմա միայն սթափություն եւ միայն փաստերը իրար կողք շարադրել։ Այո, բարձր տրամաբանություն, ոչ թե խապվել այդ խոսքերով, այդ խաղաղության լոզունգներով, 25 թվականի ամենամեծ խոստումը, ամենամեծ Ջի Վենսը եկավ Հայաստան եւ դա ինչ որ մարդկանց վրա ազդեցություն թողնի կամ մայիս ամսին նախատեսում են գագաթաժողով անել եւ եվրոպական ինչ որ առաջնորդներ են Հայաստան գալու, ուզում մտածում են, որ դա քվե է դառնալու, քվեի տեսքով, նախընտրական աջակցություն բոլորը հասկանան, որ դա կապ չունի, ասենք, շատ ավելի կարևոր է այն, Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունները, չէ՞ շատ ավելի կարևոր է այն, որ մեր հերոսը Աշոտ Մինասյանը իր տնից մի քանի 100 մետր հեռու գտնված զենքի պատճառով կռված 3 պատերազմի մասնակցած մարդը այսօր բանտում է հայտնվել։ Շատ ավելի կարևոր է, որ Մասիսի լավագույն մեր քաղաքապետներից մեկը այսօր բանտում է գտնվում, որ խոսքի համար սրբազաններ են բանտում գտնվում, որ 18 թվականին ինչ որ մեկի ուսապարկում, ինչ որ մեկը թմրանյութ է դրել, դրա համար Մայրաթորի դիվանապետը գտնվում է բանտում։ Այդ բոլորը պիտի դուք հաշվի առնեք։ Շատ ավելի կարևոր է այն, որ ասենք 2 օրը մեկ ձեր երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնում հարևան երկրի նախագահին, որը մեր գերիներին խոշտանգում է Բաքվի բանտում եւ դատում է ցմահ ազատազրկման սպառնալիքի տակ է պահում։ Դատարկել է Արցախը ցեղասպանության եւ էթնիկական զտման վտանգի է ենթարկել 100,000 հայրենիների, այսօր նրանք շնորհակալության ու քիչ է մնում իր նկարի կողքը դնի նաեւ Իլհամ Ալիևի նկարը եւ պաշտամունքի առարկա վերածի։ Նույնիսկ այն դեպքերում տեսեք հիշատակեցիչ Սանկտ-Պետերբուրգյան այցը հասկանալի է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ամենևին էլ այնպեսին չեն, ինչպես երկու կողմերը փորձում են սվաղելով ներկայացնել, այնտեղ խորքային խնդիրներն առկա են, այնտեղ ադրբեջանական դեմարշը առնվազն տեսանելի է եւ գոնե դրանից օգտվես եւ այլն գնում այնտեղ բարձր ամբիոնից շնորհակալություն ես հայտնում Ալիևին, Ալիևը նույնիսկ ներկա չի եւ հարկել չի համարել ներկա լինելու ու դու էժան մի կտոր բենզինի համար ծռմռվում ես շնորհակալություն ես հայտնում ու սրանք չեն հասկանում դրա վտանգը տեսեք եթե այդպիսի էժան բենզինը շարունակաբար գալիս է երկիշ մնացած գործարարները դուրս են մղում շուկաներից առնվազն մի 6 ամիս հետո Ադրբեջանը հանկարծ որոշում է որ չէ Հայաստան խելոք չես պահում Նիկոլ արելստե էս էլ հլա արա 300,000 ադրբեջանցի պետքա վերադառնա դու ով ես որ Սևանի ջրերից օգտվեց ամբողջ աշխարհը ջրի կռիզիս է եւ ջրի շուրջ է պատերազմը այսպես հանկարծ ուզենաս դիմակայես տենաս ոչ վառելիք ունես ոչ ծորեն ունես ոչ մի բան չունես քո ամեն ինչը դու հանձնել ես քո հակառակորդ բարեկամ ունես դաշնակից ունես բարեկամներ ինչ անեն եթե դու քո ինքնասիրությունը քո ձեռը չես պահում սիրելի Արմինե փոքր հասակից մեծերը սովորեցրել են քո ինքնասիրությունը ինքդ դու պետք է պաշտպանես եթե չես հարգում ում ուզում ես կողքից տղաբեր հա եթե դու քո ինքնասիրությունը չպահեցիր ոչ ոք քո տեղը չի պաշտպանի քեզ եւ գիտես ես օրինակ կարծում եմ որ այդ բենզինը այդքան էլ էժան չի այդ բենզինը գուցե դոտացիայով մեր օլիգարխով որ բերել է բենզինը էժան է այո դրել գինը որպեսզի PR անեն դրա վրա գովազդի բան գովազդ կազմակերպել ընդամենը այո եւ տես նաեւ պետք է մարդիկ հասկանան որ շատ կարեւոր է նաեւ այդ խոսքի ազատությունը այդ մտքի ազատությունը որը որ երկրում
պետք է լինի, հա, իրեն ժողովրդավար հայտարարած երկրում։ Հիմա տեսեք, այս շաբաթվա ընթացքում մենք իմացանք, որ քաղաքական գործիչներից մեկը ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գնացել է ռադիոյում հարցազրույց է տվել եւ այդ հարցազրույցը տեղադրվել է ու անմիջապես հանվել է եթերից։ Պարզ է, որ դա կառավարությունից հրահանգվել է, հանել են եւ այլ եւ այլ։ Հետո մի քիչ էլ խորացանք այս թեմայի մեջ, պարզվեց ընդամենը մի բառ է օգտագործել Լևոն Զուրաբյանը, որի համար այդ հարցազրույցը հանվել է եթերից, անմեղսունակ բառը։ Այսինքն անմեղսունակ բառը դա գրական, քաղաքական տերմին է, որակում է, որը կարող է ցանկացած մեկը օգտագործել։ Ախր մերօրյա Բոնապարտը քանի գնում, եթե նախկինում շատ վիրավորանքներ հանդուրժում էր գլխի կորինքը տանում էր։ Ինքը դեգեներատ էր ասում պետական պաշտոնյաներին։ Խտիր բոլորին վարկաբեկում էր, անպատասխանատվություն։ Բոսյակ է ասում մեր հոգևորականների հասցեին ու իհարկե արի չկրկնենք, չտիրաժավորենք դրա այդ վարակիչ արտահայտությունները եւ այլն, բայց առնվազն այն չարագուշակ այսօր ասեցի, որ ոնց որ վատատեսական եմ տրամադրված, այդ վատատեսական սցենարի համաձայն հաջորդ հարցակումը, հաջորդ թիրախը ինքը ընտրելու է լրատվամիջոցներին։ Սա առնվազն տեսանելի է, որովհետև ազատ խոսքի միակ խողովակը օդը մնացել են լրատվամիջոցները, որոնք դեռ իր ամբողջական ենթակայության տակ չեն եւ շատ բաներ, որ նույնիսկ ընդդիմադիր քաղաքական ուժերին հասու չէ, այս տարվա ընթացքում իմ խորին շնորհակալությունն ու հարգանքը մեր լրագրողական հանրությանը, ովքեր այդ առաջի գիծը պահում էին եւ սրանց արած շատ ու շատ այլանդակություններ, հա, հանցագործություններ ջրի երես են ելնում միայն լրատվամիջոցների իսկապես այդ նվիրական աշխատանքի պատճառով այդ հարվածը ինքը հասցնելու։ Ես մեջ բերեմ մեր գործընկեր Արամ Աբրահամյանի խոսքը, շփոթվա մեջ մեզ հարցազրույց է տվել եւ այդ հարցին, որ հիմա ասում են, որ լրատվամիջոցների նկատմամբ ռեպրեսիաներ են սկսվելու, ասում է ինձ պատիվ կբերի Նիկոլական Հայաստանում բանտում նստելը։ Գիտեք ինչ անկեղծ եմ ասում։ Ընդամենը տես, այստեղ գալուց առաջ տեսա, որ այս տարվա միակ էլի լուսավոր կետն այն էր, որ գոնե կին քաղբանտարկյալ չունենք, Լիդիա Մանթաշյանն է դրսում, տեսա ջերմորեն ողջագուրվեցի, իմ աջակցությունն է, իմ խորին ակնածանքը հայտնեցի եւ այդ տեսանկյունից երբ որ մտքերով փոխանակվում ենք, մեզ բռնեցինք այն հարցի մեջ, որ բանտարկվածները մեզնից ավելի հանգիստ են, ավելի ազատ են։ Նրանց վիճակը իհարկե շուտապույտ ազատում եմ կամենում, բայց մենք ազատության մեջ գտնվողները շատ ավելի վատ վիճակում ենք եւ հոգեպես, եւ ֆիզիկապես, եւ բարոյապես, քան օրինակ բանտարկվա։ Այո, պատիվ է, ես համաձայն եմ այդ մոտեցման հետ եւ ինչն եմ ես գնալով հազարավոր մարդկանց եմ նկատում, ով պատրաստ են, այո, բանտարկության։ Հետևաբար, ինչքան մենք շատ ավելի անզիջում լինենք, շատ ավելի անհանդուրժող լինենք այս ասպատակությունների, անվախ լինենք, խիզախ լինենք, այնքան այն մյուս կողմը զիջող է լինելու, հետա քաշվելու, որովհետև նրանք կուտակել են հարստություն, այդ հարստությունը վերցնելու են ու ռադները քաշեն մեր երկրից ու թողնեն, որ մենք կարողանանք մեր երազած հայրենիքը կառուցենք։ Մի վերջին նաև կուզեի մտքի շուրջ խոսենք, որովհետև հիմա շատ է խոսվում այդ մասին, նաև Իշխան Սաղաթելյանը ինչ-որ կոմյունիկեի ծրագիր է ներկայացրել ընդդիմությանը եւ մարդիկ էլ սովորաբար ովքեր որ դեմ են այս իշխանությունների քաղաքականությանը ասում են մենք ուզում ենք որ ընդդիմությունը միավորվի, ընդդիմությունը ավելի հստակ իր ծրագրերը ներկայացնի, լավ առաջնորդներ առաջ մղի, ցույց տա թե ինչպիսի Հայաստան է կառուցելու Նիկոլի հեռանալուց հետո։ Այդ առումով կարծում եմ որ հունվարից հետո ընդդիմությունը շատ մեծ անելիքներ ունի եւ մասնավորապես ոչ միայն պիտի պայքարի այս ուղղություններով այս ծրագրեր ներկայացնելու, մարդկանց առաջ մղելու, նախապատրաստական աշխատանք տանելու ուղղությամբ ընտրություններին ուղղված, այլ նաև հենց այդ համերաշխությունը համագործակցային միջավայրը ձևավորելու եւ մեկը մյուսի դեմ չաշխատելու այդ մթնոլորտը ձևավորելու համար։ Այո, դրա շուրջ ասեմ ձեզ, որ մենք ողջունել ենք այդ հանդիպումը, Հայրենի կուսակցության հետ էլ հանդիպումը կայացել է։ Ես առաջ եմ քաշել մի քանի կարևոր գաղափար, որը ընդունված է համաշխարհային պրակտիկայում, ընդդիմադիր քաղաքական ուժերը, դա անունը ես կդնեմ ոչ թե կոմունիկե, ես կդնեմ քաղաքական պակտ։ Քաղաքական պակտերը կամ քաղաքական համաձայնությունների քաղաքականությունը կանում է նրանում, որ ընդդիմադիր հիմնական
ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենք կլոր սեղանի շուրջ, երկխոսության սեղանի շուրջ քննարկեն ընդհանուր օրակարգային հարցեր, գտնեն շահերի համընկման այն կետերը, որոնք կուսակցական օրակարգերից ավելի անդին են։ Ունենք, չէ, այդպիսի խնդիր։ Եկեղեցու խնդիրը այսօր վերկուսակցական է։ Արցախի ցեղասպանության խնդիրները վերկուսակցական են։ Գերիների, քաղբանտարկարների խնդիրները վերկուսակցական են։ Միմյանց անգառանց այն էլ ընդդիմությունը այնքան շատ ռեսուրսներ չունի։ Այդ ռեսուրսները միմյանց դեմ ուղղելը, միմյանց վարկաբեկելը եւ դրա հաշվին ռեյտինգ հավաքելը, ես կարծում եմ, որ անթույլատրելի է, սա նույնպես մանավանդ որ դրանով դուք առնվազն կապ չունի, գիտակցում եք թե չեք գիտակցում, մեծ շանս եք տալիս Նիկոլ Փաշինյանին վերարտադրվելու։ Բայց եթե հակառակը լինի այդ համաձայնությունը, այդ գիտակցումը եւ ընդդիմադիր քաղաքական դաշտում լինի ավելի առողջ համագործակցություն, ի վերջո մենք արժեքների պայքար ենք մղում։ Ես անձամբ արժեքների պայքար եմ մղում։ Ես չեմ ուզում Նիկոլի պես կառավարվի երկիրը կամ այդ խոսույթը դառնա քաղաքական մոդա կամ Նիկոլից ավելի վատթար տեսակը գա, ավելի հայհոյախոս, ավելի ատելության քարոզ իրականացնողը գա ու իշխի այս երկրին։ Ոչ, ամենևին։ Հետևաբար, բա հարգելի ընդդիմադիրներ ջան, բա մենք ոնց պայքար ենք այդ չարիքի դեմ, երբ որ ինքներս էլ ընդունում ենք այդ պայքարի մեթոդաբանությունը, ինչ ասես իրար վարկաբեկիչ տարբեր բնականաբար սրանք բաներ են, իսկ քանի որ ինչպես ասում ես 26 թվականը խիստ ճակատագրական է լինելու մեզ համար, սա վերջին ըստ էության հնարավորությունն է ինչ-որ բան փոխելու մեր ներսում, մեր սեփական ուժերով, ապավինելով մեր սեփական կամքին, հավատին եւ այլն, դրա համար կարծում եմ, որ այդ դաշտի առողջացումը, դաշտի խոշորացումը, սրանք բոլորը գործեր են, որոնք հենց մենք պետք է անենք տոներից հետո։ Եվ նաև այդ առողջ ընդդիմադիր ուժերը պետք է հայտարարեն ու բացառեն իրենց համագործակցությունը քաղբանագրի հետ, դա առաջին կետն է լինելու։ Իհարկե, այնքան էլ իդեալիստ չեմ, մտածեմ, որ ընդդիմությունը միասնական ճակատով կարող է համախմբվել եւ միասնական դաշինքով մասնակցի ընտրություններին, սա շատ իդեալիստական մոդել է, բայց առնվազն ընդդիմադիր խոշոր բլոկների ի հայտ գալը եւ այո, մինչեւ ընտրությունները հրապարակավ, այդ թվում եւ փաստաթղթային ամրագրումներով եւ այլնով կամ բանավոր խոսքերով հայտարարելով ոչ մի դեպքում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական պայմանագրի կուսակցության հետ համագործակցություն հնարավոր չէ։ Սա է լինելու այն կոնկրետ բաժանարարը կեղծ ընդդիմադիրներին, պրոիշխանականներին եւ առողջ ընդդիմադիր դաշտը։ Իսկ այդ դաշտի պարզեցման, զուլալացման դեպքում արդեն մեր ընտրողն էլ, մեր քաղաքացիներ շատ ավելի կողմնորոշված կլինի, հեշտ կկողմնորոշվի եւ ի դեպ դա էլ է էլեկտորալ վարքագիծ, երբ որ այս անորոշությունների ժամանակ իրենք ասում են դե բոլորն են մեկն են ու գնում են սկսում են պատահական է եղել են պատահական քվեներ ստացած, որոնք քիչ էր մնում հայտնվեն ազգային ժողովում եւ այլն, բայց իրենցից ոչինչ չներկայացնող ոչ մի տեսլական չունեցող եւ երկրին ոչ մի օգուտ չբերող։ Իհարկե, հետո ես կարծում եմ, որ հիմա այլևս շատ քիչ են երկրում թափառող ձայները, այն մարդիկ, որոնք կողմնորոշված չեն։ Իրենք ուզում են մարդը կամ ընդդիմադիր հայացքներ ունի, կամ իշխանամետ հայացքներ ունի, բայց այդ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ ուզում են հասկանալ, այս ուժերից ո՞րն է իրական ընդդիմությունը։ Գոնե պետք է իրեն ցույց տալ, հա, որ ինքը կարող է ընտրել այս ուժերի մեջ։ Այո, եթե իշխանության վարկանիշը տատանվում է 10-15%-ի սահմաններում, նշանակում է մնացածները իրենք հակաիշխանական ձայներ են, բայց հակաիշխանական ձայների մեջ այնպես չի, որ ընդդիմադիր ձայները կողմնորոշված են։ Ընդդիմադիր հսկայական զանգված կա 40-50%-ից ավելի, որոնց հետ լուրջ աշխատանք պետք է տանել, այդ մարդկանց մեծ հույսը, հավատը վերագտնել, բորբոքել, նրանց տանել դեպի ակտիվ քաղաքական մասնակցության, գոնե մինիմալը պահանջել։ Կլինեն ցույցեր, կլինի փողոցային պայքար, մենք փողոցային պայքարում ենք, կլինի քվեարկություն, ընտանիքով համերաշխ գնալ եւ բայց ընտրություններին, այնպես որ նույնիսկ եթե պայքար եղավ, փողոցային պայքար, չգիտեմ ինչ, միևնույնն է վերջում գնալու են քվեն գցելու են, էլի, դրա համար պետք է մտածել այդ մասին։ Իմպիչմենտի իդեոլոգիան առաջ մղողներին էլ փոքրիկ հույս տան, որ հնարավոր է նաեւ իմպիչմենտ։ Մեկ էլ տեսար էլի, որովհետեւ ախր քիչ հավանական է, բայց ազգային ժողովի մեր ազգային ժողովի պատմությունն էլ հուշում է այն մասին, որ կարծեմ 1 կամ 2 դեպք ա եղել, որ 5-ամյա ժամկետը մինչև վերջ ավարտել են, էլի, այնպես որ էդ էլ հաշվի առնելով։ Ուղղակի այսպես ստորացված, նվաստացված երբեք չի եղել իշխող մեծամասնությունը, ինչքան այսօր։ Էդ էլ պիտի նաև հաշվի առնենք, էլի։ Առաջ կարող էին, ասենք, ընդվզումներ լինել, ներքին խմորումներ, բայց հիմա ես կարծում եմ, որ դա գրեթե բացառված է։ Դրա համար 26 թիվը լինելու է մեջքը ուղղելու, հավատը վերականգնելու, սեփական ինքնավստահությունը վերակերտելու եւ հավաքական առումով նոր հաղթանակներ ամրագրելու տարի։ Այո, այո։
Ավարտենք տարվա վերջին հաղորդումը, մեզ լսողներին ասենք, որ բարի նոր տարի եւ Սուրբ Ծնունդ ենք մաղթում, շնորհավորում ենք տոները, առաջիկա սպասվելիք եւ հուսով ենք, որ 2026 թվականը ավելի լավն է լինելու, քան 25-ը, մեզ համար լինելու է հույսերի, լույսի, լավ փոփոխությունների տարի, տրամադրվենք լավ, որ լինի լավ, ես կարծում եմ բոլոր շանսերը եւ հնարավորությունները կան դրա համար։ Ու մեր եթերներում միշտ ավելի լավատեսությունը, մենք որոշ թե գրել ենք քո հետ միասին, որ լավատեսությունը մեր եթերից պետք է ճառագի, հույսը, հավատը, սերը մեր ընտանիքներում, մեր շրջապատում, մեր երկրում ու մեր հայրենիքում։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր։ Այսքանը կհանդիպենք հունվարի վերջին։